Տաք եղանակի սկսվելուն զուգահեռ Հայաստանում ակտիվանում են նաև սողունները։ Գարնան վերջից մինչև ամառվա ամիսները օձերի հանդիպման դեպքերը սովորաբար ավելի հաճախ են դառնում, քանի որ նրանք դուրս են գալիս իրենց ձմեռային թաքստոցներից և ակտիվանում են սնունդ ու ավելի հարմար տարածքներ փնտրելու համար։ Օձեր կարելի է հանդիպել ոչ միայն հեռավոր անտառային կամ լեռնային տարածքներում, այլ երբեմն նաև գյուղական բնակավայրերի մոտ, այգիներում, քարքարոտ հատվածներում, խոտածածկ տարածքներում և ջրային աղբյուրների շրջակայքում։ Հայաստանում հանդիպում են օձերի տարբեր տեսակներ, դրանց մի մասը մարդու համար վտանգավոր չէ, սակայն կան նաև թունավոր տեսակներ, որոնց հանդիպելիս անհրաժեշտ է լինել առավել զգույշ։ Ինչ անել, եթե ճանապարհին կամ բակում տեսել եք օձ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Օձերի մեծ մասը փորձում է խուսափել մարդկանցից և հեռանալ, եթե իրեն վտանգ չի սպառնում։ Մի փորձեք բռնել օձին, մոտենալ նրան կամ հարվածել։ Շատ դեպքերում հենց մարդու միջամտությունն է ստիպում կենդանուն պաշտպանական վարք ցուցաբերել։ Եթե օձը գտնվում է տան, բակի կամ մարդկանց հաճախակի օգտագործվող տարածքում, ավելի ճիշտ է հեռանալ անվտանգ հեռավորության վրա և դիմել համապատասխան մասնագետների կամ փրկարար ծառայության օգնությանը։ Եթե քայլում եք, բնության գրկում խորհուրդ է տրվում հագնել փակ կոշիկներ, չքայլել խիտ խոտերի կամ քարերի վրայով առանց տեսանելիությունը ստուգելու և զգույշ լինել այն վայրերում, որտեղ հնարավոր են օձերի թաքստոցներ։ Մասնագետները նաև հիշեցնում են, բնության մեջ հանդիպած օձին պետք չէ սպանել։ Օձերը կարևոր դեր ունեն էկոհամակարգում և օգնում են վերահսկել կրծողների քանակը, իսկ եթե այնուամենայնիվ տեղի է ունեցել օձի խայթոց, անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության։ Կարևոր է պահպանել հանգստությունը և չփորձել ինքնուրույն կատարել վտանգավոր գործողություններ։ Ամռան ամիսներին բնության գրկում հանգստանալիս, արշավների գնալիս կամ գյուղական տարածքներում գտնվելիս զգուշությունը կարող է կանխել տհաճ իրավիճակները։ Հիշեք, օձ տեսնելը դեռ չի նշանակում վտանգ։ Ամենակարևորը՝ պահպանել հեռավորություն, չանհանգստացնել կենդանուն և ճիշտ արձագանքել իրավիճակին։